Ինչպես մեծ ցավով արդեն հայտնել ենք, օրեր առաջ մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Ընկերները, հարազատներն ու հանրությունը շարունակում են սգալ նրա անժամանակ մահը։ Գագիկ Հարությունյանի կյանքից հեռանալու պատճառը կաթվածն էր։ Ժամեր առաջ նրա եղբայրը, դերասան Գոռ Հարությունյանը, նոր արխիվային լուսանկարներով է կիսվել, կարծես չընդունելով անարդար իրողությունը։ Գագս լուսանկարներին կից գրել էր Գոռը։ Starnews.am-ը բացառիկ անդրադարձ է կատարում Գագիկ Հարությունյանի ընտանիքին։ Երեկ անժամանակ կյանքից հեռացած երգիչ Գագիկ Հարությունյանի կորուստը շարունակում է ցավ պատճառել հանրությանը։ Շատերին նա հայտնի էր որպես դերասան Գոռ Հարությունյանի եղբայր, սակայն Գագիկն ուներ նաև իր գեղեցիկ ու ամուր ընտանիքը։ Նա ամուսնացել էր 2022 թվականին։ Ընտանիքը բնակվում էր Կրասնոդարում։ Գագիկն ու կինը միասին մեծացնում էին իրենց փոքրիկ դստերը։ Անցած տարվա սեպտեմբերին զույգը հուզիչ տեսանյութով էր կիսվել ու հայտնել, որ կրկին ծնողներ են դառնալու։ Նրանք սպասում էին երկրորդ բալիկին և ընտանիքում պետք է լույս աշխարհ գա ևս մեկ դուստր։ Նրանց ընտանիքը աչքի էր ընկնում ջերմությամբ ու համերաշխությամբ։ Սոցիալական հարթակներում հաճախ կարելի էր տեսնել զույգի համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը՝ լի սիրով, ժպիտներով ու ընտանեկան երջանկությամբ։ Հատկապես առանձնանում էին փոքրիկ դստեր հետ հրապարակումները, որոնք վկայում էին, թե որքան նվիրված ու հոգատար հայր է Գագիկը։ Այսօր այս ջերմ ընտանիքի ցավը կրկնապատիկ ծանր է կորստի և դեռ չծնված բալիկի սպասման մեջ ապրող մեծ դատարկության պատճառով։ Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները ևս կիսում են այս ծանր վիշտը՝ հրապարակելով հուզիչ գրառումներ։ Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը գրել է հետևյալը. «Կյանքը երբեմն անասելի ծանր է լինում։ Վատ լուրը վատ լուրի հետևից։ Գագ ջան, Աստված հոգիդ լուսավորի»։ Երգչուհի և դերասանուհի Էլենա Սատրյանը ևս հրապարակում է արել՝ կից գրելով. «Գագ ջան, քեզ անհոգ ու ուրախ կյանքն էր սազում, երգելը և պարելն էր սազում»։ Երգչուհի Դիանա Հարությունյանն իր էջում կիսվել է հետևյալ տողերով. «Բառեր չկան ասելու, ուղղակի շատ անհավատալի ու ցավոտ է։ Աստված թող լույսի մեջ պահի հոգիդ, Գագ ջան, չգիտեմ, չգիտենք ոչ մեկս», գրել էր երգչուհին։ Մենք ևս մեր ցավակցություններն ենք հղում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։ Գագիկ Հարությունյանի մտերիմներից մեկը սոցիալական էջերում իր ցավակցական խոսքն է գրել ընկերոջ անժամանակ մահվան լուրից հետո։ Այս լուրն անսպասելի ու շատ ցավոտ է նաև հանրության համար։ Ուստի հետևորդները փորձել են ճշտել իրականում որն է երիտասարդ երգչի մահվան պատճառը։ Գագիկի ընկերը հայտնել է, որ դա եղել է կաթված։ Իսկ մենք հավելենք նաև, որ երգիչ Գագիկ Հարությունյանը դերասան Գոռ Հարությունյանի եղբայրն է, ով առավել հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից։ Գոռը քիչ առաջ սոցիալական հարթակներում եղբոր հետ նոր լուսանկարներ է հրապարակել և հուզիչ գրառում արել. «Մեռնում եմ, չեմ կարում, կյանքս, արևս, սիրունս, ջիգերս, ես ոնց եմ անելու, դու իմ ամենաուժեղ, ամենակյանք ախպերս»։ Լուսանկարին կից գրել էր Գոռը։ Դե իսկ մենք մեր ցավակցություններն ենք ուղղում Գագիկ Հարությունյանի ընտանիքի անդամներին և հիշեցնում, որ լուրը ժամեր առաջ հայտնել էր դերասան Էմիլ Գալստյանն իր սոցիալական էջերում՝ գրելով հետևյալը. «Իմ բրատս, ուժեղ տղա, ամեն վայրկյանը քո հետ ապրած սրտիս մեջ է, հավերժ, լույս դառնաս, լույս ախպերս, հավատալու չի, չեմ տեղավորվում»։ Երգչի մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Նրա կորուստը մեծ ցավ է պատճառել հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին նրան։ Starnews-ը ցավակցում է նրա հարազատներին, ընկերներին և ընտանիքի անդամներին։ Իսկ այժմ այս հոլովակում առաջարկում ենք դիտել մի քանի լուսանկար, որոնք այս տարիների ընթացքում Գագիկը հրապարակել է իր սոցիալական էջերում։